Օսկար Ուայլդ, Երջանիկ արքայազնը։ Քաղաքի բարձր սյան վրա կանգնած էր երջանիկ արքայազնի արձանը։ Նա ամբողջությամբ պատված էր ոսկու բարակ թիթեղներով։ Աչքերի փոխարեն երկու փայլուն շափյուղաներ էին, որոնք կայծկլտում էին, իսկ նրա թրի բռնակին փայլում էր մի մեծ կարմիր սուտակ։ Բոլորը հիանում էին նրանով։ Նա այնքան երջանիկ է թվում, ասում էին մարդիկ։ Մի գիշեր քաղաքի վրայով թռչում էր մի փոքրիկ ծիծեռնակ։ Նրա ընկերներն արդեն թռել գնացել էին տաք Եգիպտոս, իսկ ինքը մնացել էր։ Նա որոշեց գիշերել արքայազնի արձանի ոտքերի մոտ, բայց հենց որ պատրաստվում էր քնել, նրա վրա մի մեծ կաթիլ ընկավ։ Հետո երկրորդը։ Ծիծեռնակը նայեց վերև և տեսավ, որ արքայազնի աչքերը լի են արցունքներով։ Ո՞վ ես դու, հարցրեց ծիծեռնակը։ Ես երջանիկ արքայազնն եմ։ Իսկ ինչու ես լաց լինում, զարմացավ թռչնակը։ Երբ ես կենդանի էի և ունեի մարդկային սիրտ, պատասխանեց արձանը, ես չգիտեի, թե ինչ են արցունքները։ Ես ապրում էի պալատում, որտեղ վիշտն անծանոթ էր։ Բայց հիմա, երբ ինձ կանգնեցրել են այստեղ, ես տեսնում եմ իմ քաղաքի ամբողջ թշվառությունն ու աղքատությունը։ Արքայազնը պատմեց մի աղքատ դերձակուհու մասին, որի երեխան հիվանդ էր, բայց նա ոչինչ չուներ նրան տալու համար։ Փոքրիկ ծիծեռնակ, խնդրեց արքայազնը, խնդրում եմ, հանիր իմ թրի բռնակի սուտակը և տար նրան։ Ծիծեռնակը կատարեց խնդրանքը, թեև շտապում էր տաք երկրներ։ Հաջորդ օրը արքայազնը տեսավ մի երիտասարդ գրողի, որը ցրտից ու սովից չէր կարողանում ավարտել իր պիեսը։ Վերցրու իմ մի աչքը, որը թանկարժեք շափյուղա է, և տար նրան, ասաց արքայազնը։ Հետո նա տեսավ մի փոքրիկ լուցկի վաճառող աղջկա, որի լուցկիներն ընկել էին ջուրը, և նա լաց էր լինում։ Արքայազնը տվեց նաև իր երկրորդ աչքը։ Այժմ արքայազնը կույր էր։ Ծիծեռնակը չկարողացավ լքել նրան և որոշեց ընդմիշտ մնալ նրա հետ։ Նա թռչում էր քաղաքի վրայով և արքայազնին պատմում տեսած աղքատության մասին։ Արքայազնը հրամայեց կտոր-կտոր հանել իր վրայի ոսկե թիթեղները և բաժանել կարիքավորներին։ Եկավ ձմեռը։ Սաստիկ ցուրտ էր։ Փոքրիկ ծիծեռնակը զգում էր, որ մահանում է։ Նա վերջին անգամ համբուրեց արքայազնին և ընկավ նրա ոտքերի մոտ։ Այդ պահին արձանի ներսում մի բան ճաքեց։ Դա արքայազնի կապարե սիրտն էր, որը կիսվեց երկու մասի։ Հաջորդ առավոտ քաղաքապետը, տեսնելով տգեղացած արձանը, հրամայեց հալեցնել այն։ Բայց կապարե սիրտը հնոցում չհալվեց։ Այն դեն նետեցին հենց այնտեղ, որտեղ ընկած էր մեռած ծիծեռնակը։ Իսկ Աստված ասաց իր հրեշտակին. «Բեր ինձ այս քաղաքի երկու ամենաթանկարժեք իրերը»։ Եվ հրեշտակը նրան բերեց կապարե սիրտն ու մեռած թռչնակին։ Շնորհակալություն լսելու համար։ Բաժանորդագրվեք նոր հեքիաթներ բաց չթողնելու համար։